Աշուն էր, պայծառ աշուն, օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ, կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։ Աքսել Բակունց, Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում, Տոհմի գյուղացու ընտանիքում։ Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը։ Աքսել Բակունցը իր կարճատև կյանքի ընթացքում դեռևս պատանի ուսուցիչ էր, այնուհետև զինվոր, նաև զբաղվել է լրագրությամբ, այնուհետև նա սովորել է Խարկովում, ստացել գյուղատնտեսի մասնագիտություն և մի շրջան նա գյուղատնտես էր, հայտնի էր որպես գյուղատնտես ու ամբողջ Գավառի գյուղատնտեսն էր նա աշխատել է նաև Հայաստանի գյուղնախարարությունում։ Աքսել Բակունցը Գորիս է բերել այգեգործության ոլորտում նորություններ։ Նա հայտնի է, որ տասնյակ հարյուրավոր տնկիներ է բերել Ռուսաստանից և խնձորենու տանձերով այդ սորտերը տարածել Գորիսում։ Նա նաև ժամանակի համար բավական առաջադեմ մեթոդներ, տեխնոլոգիաներ է բերել Գորիս, օրինակ ծառ սրսկելու, ծառերը քիմիական մշակման ենթարկելու այդ սովորույթը առաջինը Բակունցն է կիրառել Գորիսում և օգտագործել է անգամ այգեգործական սրսկիչ, որը մինչ այժմ բարեբախտաբար պահպանվել է։ Փաստորեն ըստ էության Աքսել Բակունցն առաջինն էր, որ Գորիսում այգեգործության մեջ օգտագործել է վնասատուների դեմ ժամանակակից այդ պայքարի մեթոդ։ Հայ արձակագիր, կինոսցենարիստ, թարգմանիչ Աքսել Բակունցն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք, որի ընթացքում հասցրել է գրել պատմվածքների 4 ժողովածու՝ Մթնաձոր, Սև ցելերի սերմնացանը, Սպիտակ ձին, Եղբայրության ընկուզենիները, ինչպես նաև առանձին մասեր Կարմրաքար և Խաչատուր Աբովյան անավարտ վեպերից։ Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու մարդիկ։ Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին։ Այսպիսով 1936 թվականի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է, մեղադրանքը հակահեղափոխական հակախորհրդային ազգայնամոլական գործունեություն։ Բանտում հայտնված Բակունցը հասցրել էր նամակ գրել, որը հուզիչ և միևնույն ժամանակ դիպուկ էր։ Ծանր է, շատ ծանր։ Մտածում ես
1 ժամ, 2, 3, 1 օր, 2 օր, մտածում ես հիմարանալու աստիճան, մինչ հիշողություն փուլ է գալիս։ Եվ չգիտես գիշերը թե ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում։ Երբ ես հարցնում էի, ինչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս, ինչ է լինելու ինձ հետ, գոյության միակ նպատակը մնում է գրականությունը։ Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք։ Գիրք ու մատիտ տվեք։ Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք։ Գիրք ու մատիտ տվեք։ Իր հայրենի երկրին նվիրված մեծ գրողը դարձավ Ստալինյան բռնապետության զոհը։ Նա գնդակահարվեց 1937 թվականին ամառայի մի օր վաղ արշալույսին։